Հիմա աշխարհը ավելի ապակայուն է դարձել, քան որևէ այլ ժամանակ։ Պատերազմները դեռ շարունակվում են եւ շատանում են, բայց մեր կառավարությունը կարծում է կարող է Հայաստանին մեկուսացված պահել այդ ամենից, կարծես թե լիովին այլ մոլորակի վրա ենք ապրում։ Եկեք չանտեսենք այն, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, որտեղ սիոնիստների կողմից պաղեստինցիների դեմ ցեղասպանությունը շարունակվում է Գազայում, մինչդեռ աշխարհի մեծ տերությունները ոչինչ չեն անում, կամ ինչը որ անում են զուտ ցուցադրական նպատակի համար է։ Սա կատարվում է ժամանակակից դարում, հենց մեր օրերին, ինչը պարզ ապացուցում է, որ ուժի գործոնը ոչ թե փոխարինվել է դիվանագիտությամբ ու թղթաբանությամբ, այլ այժմ ավելի մեծ նշանակություն ունի, քան երբևէ։ Սակայն Հայաստանում գործող ապիկար ու անողնաշար նեոբոլշևիկյան իշխանությունները կարծում են, թե թղթի կտորներով կարող են մեզ համար խաղաղություն բերել Ադրբեջանի նման պետության հետ, որը էապես ոչ մի ձևով չի տարբերվում Իսրայելից։ Նրանց այս վարած դավաճանական ու հակահայկական քաղաքականության պատճառով Հայաստանը մի օր կարող է դառնալ Գազա։ Եթե մենք մեր մարտական ոգի նորից չարտնասնենք եւ չկերտենք այնպիսի ազգային պետություն, որի համար պարզ կլինի, որ առանց սեփական ուժերի վրա հենվելու դիվանագիտություն ու թղթերը ոչ մի արժեք չեն կարող ունենալ։ Ուժից է բխում թուղթը, ոչ թե հակառակը։ Հայ ազգը պետք է նորից սկսի հավատալ իր ներուժին եւ կրկին դառնա ուժի գործոն, եթե ուզում է ոչ միայն պահպանել իր անկախ պետականությունը, այլև ապահովել իր ինքնությունը ու գոյությունը այս դաժան աշխարհում։